Ողջույն բոլորին, օրվա խորհուրդն է հունիսի 14-ի համար։ Բարենպաստ օր է, այսօր ժամանակն է ներքին ինքնափոխման, սեփական անձի մասին խորելու և ներքին ներդաշնակության հասնելու համար։ Այս շրջանը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն նայել ինքներդ ձեզ և ձեր արարքներին, կարծես հայելու մեջ։ Այս պահին շրջապատում տեղի ունեցող ամեն ինչ դառնում է մարդու ներաշխարհի արտացոլումը, օգնելով ավելի լավ հասկանալ ինքն իրեն և իր ներքին վիճակները։ Ցանկության իրականացում։ Այս շրջանը ամենաբարենպաստը չէ ցանկությունների իրականացման համար, քանի որ էներգիաները բավականին թույլ են։ Փորձեր անել կարելի է, սակայն արդյունքները կարող են հետաձգվել մի քանի ամսով։ Մազերի ներկում։ Այս օրը մազերը կտրել խորհուրդ չի տրվում, սակայն կարելի է անել մազերի միլիրավորում կամ տոնավորում։ Այս ժամանակահատվածը նպաստում է հասարակության մեջ դիրքի ամրապնդմանը և բնության էներգիաների հետ ներդաշնակվելուն։ Այգի և բանջարանոց։ Այսօր կարելի է զբաղվել այգեգործությամբ և բանջարանոցային աշխատանքներով։ Կարելի է ցանել արմատապտուղներ և տնկել պտղատու բույսեր։ Այս շրջանում կարևոր է բույսերը սնուցել և պահարտացնել հողը։ Անձնական կյանք։ Մինչև կեսօր ավելի լավ է խուսափել զուգընկերոջ հետ շփումներից, քանի որ տրամադրության փոփոխությունները կարող են վեճերի պատճառ դառնալ։ Երեկոյան կարելի է կազմակերպել ռոմանտիկ հանդիպում։ Այս օրը բերում է նախորդ ջանքերի արդյունքները և արտացոլում է վերջին օրերի ընթացքում զույգի հարաբերությունների վիճակը։ Կարևոր է, որ մտերմությունը լինի հոգատար և ավելի նուրբ։ Աշխատանք և գումար։ Սա շատ լավ ժամանակ է արդյունավետ աշխատելու համար։ Այս օրը բոլոր նախաձեռնություններն ու նախագծերը համարվում են բարենպաստ։ Պայմանագրերի կնքումը, գործընկերների հետ գործարքները, ներդրումները, նոր աշխատակիցների ընդունումը հաջողություն են խոստանում։ Սակայն ղեկավարության հետ շփումները ցանկալի է սահմանափակել միայն անհրաժեշտության դեպքում։ Հնարավոր է նաև դիտարկել կարիերայի զարգացման նոր հնարավորություններ։ Ամուսնություն։ Այս օրը հիանալի ժամանակ է ամուսնանալու կյանքի փորձ ունեցող մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր կարևորում են հոգևոր արժեքները։ Երիտասարդների համար այս ժամանակ այնքան էլ հարմար չէ, քանի որ ծնողների ազդեցությունը կարող է մեծ լինել ընտանեկան հարաբերությունների վրա։ Այսօրվա երազները։ Այսօրվա երազը յուրահատուկ նշան է առաջիկա իրադարձությունների մասին և հուշում է, թե ինչպես է ավելի ճիշտ վարվել ապագա իրավիճակներում։ Այն զգուշացում է և հորդորում, օգնելով ընդունել իմաստուն որոշումներ և խուսափել ապագա սխալներից։ Ինչ կարելի անել այսօր և ինչը ոչ։ Նոր գործեր։ Խորհուրդ չի տրվում սկսել նոր գործեր։ Բիզնես։ Անբարենպաստ լուսնային օր է կարևոր բիզնես որոշումներ ընդունելու համար։ Ավելի լավ է հեռու մնալ ֆինանսական հարցերից։ Չի կարելի անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարել։ Անբարենպաստ օր է առևտրի համար։ Գիտության հետ կապված նույնիսկ չմտածեք այդ ուղղությամբ զբաղվելու մասին։ Ստեղծագործություն։ Արդյունքները ձեզ հաճույք չեն պատճառի։ Դրա համար ավելի լավ է հետաձգել մեկ այլ օր։ Շփումներ։ Այսօր ավելի լավ է անցկացնել միայնության մեջ, ցանկալի է բնության գրկում։ Ճանապարհորդություններ։ Ավելի լավ է արձակուրդը կամ ճանապարհորդությունը տեղափոխել այլ ժամանակահատված։ Տեղափոխություն։ Անբարենպաստ օր է տեղափոխվելու համար։ Հանգիստ։ Մաքուր օդում հանգիստը օգտակար կլինի։ Թույլատրելի են միայն չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։ Անբարենպաստ է նաև ամուսնության համար։ Վերևում արդեն նշեցի, թե ինչու։ Ինտիմ հարաբերություններ։ Անբարենպաստ օր է ինտիմ հարաբերությունների համար։ Բեղմնավորում։ Երեխայի բեղմնավորումը խիստ անցանկալի է։ Սնունդ հրաժարվեք ծանր և դժվարամարս սննդից։ Ինքնազգացողություն ավելի մեծ է մրսածությունների, ինչպես նաև վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Այսքանը սիրելիներս, ձեզ լավ օր եմ մաղթում։